Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաների Շուշիի կերպարվեստի պետական թանգարան երկրորդ այցելությունն ավելի մեծ կազմով էր ու հետաքրքրությունների լայն շրջանակով։ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանները նրանց համար անակնկալ էին պատրաստել։ Բեմադրել են Արմեն Սանթրոսյանի հրաշագործ ծաղիկը հեքիաթը։ Երիտասարդ փափազյանականները տարբեր բեմերում են հանդես եկել, խոստովանում են, երեխաների առաջ ավելի պատասխանատվությամբ են ներկայանում, հեքիաթում էլ բնականաբար ավելի հեքիաթային ու անմիջական պիտի լինել։ Մենք այդ երեխաներին ավելի շատ բան ունենք ասելու, ավելի շատ բան ունենք տալու, քան ասենք մեր մնացած դիտողներին։ Մյուս կողմից էլ եթե վերցնենք, նրանց հետ պետք է միջոցառման ընթացքում նրանց հետ պետք է մենք էլ երեխա դառնանք, որպեսզի կարողանանք նրանց հետ այդ կապը, այդ ջերմությունը հաստատել։ Գենադի Արոշանյանը, ով սիրով մարմնավորում է ավազակապետի դերը, անկեղծանում է։ Ճիշտ է, չարի կերպար է, բայց առանց նրա էլ հեքիաթը հեքիաթ չէ։ Ինչքանով կարողանում եմ, այնքանով ես ուրախանում եմ եւ իմ ուրախությունը կարողանում եմ եւ ցանկությունս այն է, որ փոխանցել, թե ինչպես կքաղի հանդիսատեսը, դա արդեն ինքը կդատի, մեր փոքրիկները կդատեն։ Ինչ վերաբերում է փոքրիկների համար նախատեսված անակնկալին, ապա դերասաններն այս հարցում պատրաստակամ են եւ ապագայում։ Պարզվում է, երեխաներն էլ դեմ չեն։ Շատ ուրախացած ենք այդ ներկայացումով եւ շատ շնորհակալ ենք հայտնում այստեղ բոլոր աշխատողներին, որ մեզ այսպիսի գեղեցիկ բեմադրություն տվեցին եւ ամենակարևորը, որ մեզ հրավիրեցին այստեղ։ Հեքիաթները թատրոնի տեսքով ներկայացնում են, որպեսզի մարդիկ պետք է կարողանալ իրենց նկատմամբ միասին լինել, համերաշխ ընկերակցել միմյանց եւ ինչպես գիտենք, որ հեքիաթի վերջում միշտ բարին է հաղթում եւ չարապատում։ Նարեկ Սահակյան, Հովիկ Արաքելյան, օր